Հաղորդման գործընկեր Duo Beauty Studio։ Անրիվա ընկերությունների հիմնադիր տնօրեն Ռիփսիմե Ստամբուլյանին ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Մեծ խաղերի սիրահար է, փոքր բաներ չի սիրում, փոքր խաղեր չեն հետաքրքրում իրեն, այսինքն շատ այսպես ռիսկային անձնավորություն է, ռիսկով աշխատող մարդ է եւ ելի եմ ասում, ես չեմ պատկերացնում աշխատանքի հաջողությամբ բավարարված Ռիփսիմեին։ Հանգիստ կարող եմ ասել, ոլորտի առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջատարը, նա դրան իսկապես արժանի է, թե որպես մարդ, թե որպես հայ մարդ, որը ի նպաստ երկրի նաև ունի գործունեություն ծավալվող եւ ծրագրեր, եւ թե որպես ընկեր, ով որ չի մոռանում երբեք այն մարդկանց, ովքեր իր հետ այդ ուղին անցել են։ Եվ պահանջկոտ, եւ իհարկե լսող եւ խնդրին լուծող տրվող։ Նվիրյալ եւ ոլորտի նվիրյալ եւ հայրենիքի իր գործի հաջողությունը մշտական, կարծում եմ խոսում է հենց աշխատելու էֆեկտիվության մասին։ Շատ լավ մարդ, սկսենք այդտեղից, շատ լավ կին, շատ լավ ծնող, ընտանիքի անդամ, շատ պատասխանատու։ Հաճախորդի մոտ պաշտպանվում է բնականաբար աշխատակիցը, բայց այնուհետև այդ աշխատակիցը առանձին արդեն ստանում է համապատասխան ցուցումներ, եթե ունի սխալներ։ ուժեղ կողմերի կամքի ուժի հետ մեկտեղ շատ հուզական է։ Ես ուղղակի հպարտանում եմ իրենով, որովհետև համարում եմ, որ իդեմս Ռիփսիմե Ստամբուլյանի մենք գործ ունենք այն ուժեղ հայ կնոջ տեսակի հետ։ Ստեղծարար, գործնական, չզիջող, նաև բնավորության մեջ կան այսպես անզիջում բաներ, հա, շատ հետևողական, հետամուտ իր նպատակին, նպատակասլաց կնոջ, որ ես միշտ ասել եմ, որ մի քանի տղամարդու ուժ եւ էներգիա կա իր մեջ։ Գլոբալ խնդիրներից նա երբեք չի վախենում։ Նպատակասլաց շատ։ Ես նպատակը դնում է եւ գնում է հետևից եւ որպես կանոն հաջողում է։ Չափից դուրս անկերասերա, չափից դուրս մարդամոտ է։ Լավ ընկեր է նաև նա է, ով փորձում է ամեն ինչ անել, որ իր հետևից բերի, բարձունքի հասցնի նաև իր ընկերներին։ Ռիպան այդ տեսակն է։ Ռիփսիմեին հնարավոր չէ տեսնել խեղճացած եւ հանձնված եւ պարտված։ Բարև ձեզ։ բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Ստամբուլյան մեզ ձեր տանը հյուրընկալելու համար։ Գործարար կնոջ համար տան ժամերը հաշված են։ Դե իրականում այո, բայց վերջին շրջանում փորձում եմ մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացնել, որովհետև իսկապես կարոտը այդ ցկտումը տանը լինելու վերջին ժամանակահատվածում ավելի շատ է մեծացել։ Հետաքրքիր է, որ երբ որ բիզնես նոր է սկսել, դա այդպես չէր։ Ինչքան բալիկները սկսեցին մեծանալ, այնքան ավելի շատ եմ կարոտում եւ փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց։ Բալիկների ժամանակը բավականացնում է։ Թե բալիկներին ես կարծում եմ միշտ էլ ժամանակը բավական չէ, որովհետև հատկապես աղջիկներ են իմոնք եւ ավելի շատ ունեն իմ կարիքը, հատկապես փոքրս ավելի շատ sense կապված է ինձ հետ։ Մասնագիտությամբ լեզվաբան Ռիփսիմե Ստամբուլյանը մի օր պիտի որոշեր իր սեփական գործն ունենալ, բայց դրան հասնելու համար, լիարժեք ճանապարհն անցնելու համար պիտի նաև որոշեր մասնագիտական լիարժեք կրթություն ստանալ։
Իրականում մասնագիտական կրթությունը, երբ որ ես սկսեցի ուսումնասիրել, դա այնքան էլ բիզնեսի հետ կապված չէր, այդ ժամանակ բիզնեսով չէի զբաղվում եւ աշխատում էի բանկային համակարգում։ Այո, ինչպես նշեցիք, առաջի մասնագիտությամբ լեզվաբան քաղաքագետ եմ եւ հետո շարունակեցի, ինչու շարունակեցի, որովհետեւ բանկում ստացվում էր, որ ես լեզվաբան եմ, տնտեսագետ չեմ, հա, այդ կարծիքը կար, իսկ ես իմ բոլոր պլանները կապում էի բանկային համակարգի հետ, պարապում էի, որոշել էի լիցենզավորում ստանալ, կառավարիչ դառնալ, այսպես շատ նպատակներ կար բանկային համակարգի հետ եւ այդ ընթացքում ես մեկնեցի, սովորեցի, Կիպրոսում ծրագիր կար, որին մասնակցում էին բանկի կառավարիչները, կարող էին դիմել եւ այստեղ իմ լեզվական գիտելիքները իհարկե ինձ օգնեցին եւ ես ունեցա այդ հնարավորությունը բանկային համակարգից մեկնելու եւ սովորելու, բոլորովին անվճար եմ իդեպ սովորել այնտեղ, անգամ կրթաթոշակ եմ ստացել, դրանից հետո Հնդկաստանում եմ շարունակել բիզնեսի համալսարանում, այնտեղ Կիպրոսում կառավարում ֆակուլտետում եմ եղել, իհարկե կարճ ժամանակահատված էր, բայց բավականին ինձ փորձ տվեց եւ Կիպրոսը եւ Հնդկաստանը։ Իհարկե թե Կիպրոսը թե Հնդկաստանը կարճ ժամանակահատված էր, բայց բավականին ինձ շատ այսպես խիտ գիտելիքներ տվեցին եւ կառավարում ֆակուլտետը Կիպրոսում, որ սովորեցի միջնակարգական համալսարանում եւ Հնդկաստանում բիզնեսի համալսարանում տնտեսագիտություն սովորեցի եւ լուրջ բազայով վերադարձա Հայաստան։ Եվ որից հետո որոշեցիք սեփական գործն ունենալ։ Հա, այդուհանդերձ բանկային համակարգ այնպես ստացվեց, որ որոշ հանգամանքների բերումով թողեցի բանկային ոլորտը, երբ որ բալիկիս էի սպասում առաջին եւ դուրս եկա բանկային համակարգից։ Աղերության ընթացքում ուսումնասիրություններ կատարեցի եւ արդեն պատրաստվում էի, որ պետք է կազմակերպությունը բացեն, բայց սպասում էի, որ բալիկս պետք է ծնվի, այնուհետեւ շարունակեմ։ Բալիկիս ծնվելուց հետո 2010 թվականին է առաջի բալիկս ծնվել, ստեղծվեց, հիմնադրվեց առաջի, այսպես ասած, մեր մյուս բալիկը, հա, ինձ համար Անդրիվան եւս բալիկ է համարվում, որովհետեւ նույն քնքշանքով ինչ որ իմ բալիկներն եմ փորձել տվել, այդպես ես Անդրիվան մեծացրել եմ։ 2010 թվականին հուլիսի 1-ին հիմնադրվեց Անդրիվը տրանսմիջազգային բռնափոխադրումների ընկերությունը, որը բավականին բարեհաջող ընթացք է ունեցել, այսպես տարիների պատմություն, անգամ 2012 թվականին եւ դեռ 2 տարվա կազմակերպություններ մենք անակնկալ հրավեր ստացանք Ավստրիայից եւ ստացանք եվրոպական որակավորում, որը բավականին մեծ բան էր այդ ժամանակ, հա, 2 տարվա կազմակերպության համար նման որակավորման արժանանալը եւ ինչը շատ հեշտացրեց մեր աշխատանքը եվրոպական երկրներում եւ մյուս այլ տարածաշրջանում։ Այսօր մի բան հստակ կարող ենք ասել, որ Անդրիվան եկավ ինչպես նոր խոսք ասելու ոլորտում, այնպես էլ ոլորտի բացը լրացնելու։ Իսկապես մեր հիմնադրման իսկ օրվանից բոլոր կազմակերպություններում եւ Անդրիվա բեռնափոխադրումներում եւ туриզմում եւ շուտով նոր պրոյեկտ ունենք այդտեղ մեր հիմնական շեշտադրումը այո դրված է գրագետ աշխատանքը, հաճախորդի գոհունակությունը, ճշգրտությունը, ճշմարտախոսությունը, ամեն վայրկյան եւ հոգատարությամբ մարդկանց բեռներին վերաբերվելը, մարդկանց հանգստին վերաբերվելը, հա, եթե մեզ մոտ ուղևորը մեկնում է հանգստանալու, ամբողջ իր ընթացքում մեր մասնագետները ուղևորի հետ են լինում։ Մեր աշխատանքը չի ավարտվում այնտեղ, որտեղ որ վաճառքը իրականացնում ենք եւ վերջ, ոչ, իրականանում է մեր աշխատանքը վերջանում է այնտեղ, երբ բեռը ապահով հասնում է մարդու պահեստ եւ երբ մարդը իր հանգստից վերադառնում է տուն։ Մենք կարող ենք փոքրիկ գաղտնիք բացել եւ ասել, որ Անդրիվան առաջիկայում նաեւ փոքրիկների համար անակնկալ ունի։ Այո, մենք դեկտեմբերի երևի 20-ին անկեղծ ասած ամբողջ տարվա ընթացքում հետաձգեցինք պրոյեկտը, պետք է դեռևս տարեսկզբին տեղի ունենար, բայց ոչ մի կերպ չստացվեց, երկրում կայացող շատ վատ, հա, իրադրությամբ առաջին հերթին COVID-ի հետ կապված, հետո պատերազմական այստրության ժամանակահատվածում իրականում հիմա էլ հոգեպես պատրաստ չէինք, բայց քանի որ պրոյեկտը բալիկների հետ էր կապված, որոշեցինք, որ ամանորի նախաշեմին ինչ որ մի անակնկալ մատուցենք մեր փոքրիկ հաճախորդներին, այսպես ասեմ, որտեղ մենք բավականին փոքրիկ հաճախորդներ ունենք Անդրիվայում, ովքեր մեզ հետ ճամփորդում են, ովքեր գիտեն Անդրիվան, եւ որոշեցինք փոքրուց կրթել, դաստիարակել մասնագետներ, ինչի պակասը ոլորտում կա։
Մենք այսօր միայն համալսարաններում են կարծես թե туриզմ սովորեցնում եւ բեռնափոխադրումների տրանսպորտ, եթե չեմ սխալվում, պոլիտեխնիկում կա ֆակուլտետ, բայց դպրոցական գիտելիքներ մեր բալիկները չեն ստանում այս ոլորտների հետ կապված եւ ոլորտը իսկապես կարիք ունի գրագետ լավ մասնագետների։ Իհարկե մենք փորձել ենք համատեղել ինքը կլինի որպես որոշակի առումով ժամանցային միջավայր, բայց լինելու են նաեւ կրթական ծրագրեր, աշխատելու են туриզմի եւ բեռնափոխադրումների մասնագետներ, ովքեր անգլիախոս են եւ ռուսախոս են, նաեւ լեզուներն ենք այստեղ փորձելու կրթել, որտեղ այս երկու ոլորտները շատ խիստ կապված են, հա, լեզուների հետ, առանց լեզուների ուղղակի չեն կարող այս ոլորտներում աշխատել։ Գրագետ կազմակերպությունների մասին է խոսքս։ Եվ որոշեցինք, որ պետք է կրթենք բալիկների, սովորեցնենք փոքրուց ճամփորդել, փոքրուց ճանաչել աշխարհը, ճանաչել Հայաստանը, ճանաչել Արցախը, ցավով եմ ասում այդ ամենը, բայց պետք է sense որոշել էինք, որ շատ բազում բաներ ունենք, անգամ քարտեզը գծագրել էինք, շատ այլ կերպ հիմա պետք է քարտեզը փոխարինենք։ Համենայն դեպս պետք է իրականություն դարձնենք սա եւ ես կարծում եմ, որ բալիկները պետք է հավատան ամանորի հրաշքին։ Նաեւ մեծերը։ Նաեւ նրանք, ովքեր իրենց մեծերը արդեն չեն հավատում։ Այսքան բան տեսնելուց հետո 2020 թվականը իսկապես ինձ թվում է հայ ազգի համար առավել ևս այնպիսի տարի էր, որ ասել թե մեծերը կհավատան ամանորի հրաշքին ինձ թվում է դժվար կլինի։ Այո, ցավոք սրտի այդպես է։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հա, աշխատանքային ծանրությունը, որտեղ ու ինչ միջոցներով է թոթափում Հռիփսիմե Ստամբուլյանը։ Տանը, բալիկների հետ։ Իրականում ամենաշատ հանգստություն այսպես ես ստանում եմ իմ բալիկներից տանը։ Իհարկե փորձում ենք դրսում էլ հանգստանալու ենք, շատ մեկնում իմ ամենամեծ հոբին ճամփորդությունն է։ Շատ ճամփորդել եմ, շատ երկրներում եմ եղել, շատ մշակույթների եւ պատմության եմ կարողացել ականատես լինել, հա, որովհետեւ ինչքան էլ որ կարդում ես, միևնույնն է պետք է ճամփորդես, որ այդ ամեն ինչը տեսնես, դա իմ ամենամեծ հոբին է, ինչպես նաեւ բալիկներին ես։ Իհարկե բալիկների հետ աշխատում ենք միայն ծովափնյա տեղեր ճամփորդել, իսկ մյուս տեղերը ճամփորդում եմ ամուսնուս հետ։ Սա միակ տարբերակն է, իրեւ միայն հանգստանում եմ, երբ որ ճամփորդում եմ ամանորի շրջանում, որովհետեւ մյուս շրջանում տարվա որ հատվածում էլ ճամփորդում եմ, միևնույնն է ես աշխատանքի մեջ։ Խոհանոցում դինում եք, ստացվում է ժամանակ հատկացնել։ Տանը միակ բանը, որ հասցնում եմ ժամանակ հատկացնել, դա խոհանոցն է։ Շատ համեղ խոհանոց ունի, էսթետ է խոհանոցում, ձգտում է գեղեցիկ, ուրեմն գեղեցիկ լինել նաև խոհանոցում։ Ամանորին մենք միշտ գնում ենք իրենց տուն հատուկ տոլմա ուտելու։ Լավ է պատրաստում։ Ոգի է դնում մեջը։ Իրականում իմ բալիկները ուտում են միայն իմ պատրաստած ամուսինս եւս եւ ես հիմնականում պատրաստում եմ, այո, պատրաստում եմ տանը, պատրաստում եմ գրեթե ամեն օր, անկախ զբաղվածության կամ երեկոյան ժամի կամ առավոտյան ես այդ օրվա ուտելիքը պարտադիր պատրաստում եմ եւ միայն ուտելիք չէ, պետք է մի քանի բաներ լինի, որովհետեւ իրանք շատ ծանրանում են։ Իսկ կարող ենք ասել, որ խոհանոցի նկատմամբ սերն ու հետաքրքրություններ պատճառը նաեւ այս ճյուղում սեփական գործն ունենալու ռեստորանային ոլորտի մասին եք ասում։ Միգուցե այո, եւ նաեւ ծառայությունների ոլորտում, որտեղ ինքը կապակցված է туриզմի հետ։ Իհարկե, երբեմն այս կոവിഡ്ի ժամանակաշրջանում ես հասկացա մի բան, որ շատ են փոխկապակցել բիզնեսները իրար, որովհետեւ բոլոր ճյուղերը գրեթե չհաշված բեռնափոխադրումներին, բոլորը կապված են իրար, հա։ Ծառայությունների մատուցման ոլորտ է, որը ոչինչով չի տարբերվում туриզմի ծառայությունների մատուցումից կամ բեռնափոխադրումների, նաեւ խոհանոցի հանդեպ սերը, նաեւ մշակույթի, որովհետեւ խոհանոցը ինքը ինձ համար մշակույթ է։ Շատ ուտելիքը միայն սնվելու միջոց չէ, դա արվեստ է, դա մշակույթ է, դա շատ բան կա խոհանոցի մեջ, նաև սովորույթների մեջ, հա, տվյալ խոհանոցի։ Առօրյա հոգսերից խոհանոց փախչել, ուղղակի վայելել ինչ-որ ուտեստ հաճախ է ստացվում։ Հիմա տարիներ հետո, երբ որ բիզնեսը ավելի ստաբիլ է, երբ որ ինքը մեծացել է, ինքը էլ բալիկ չի, հա, 10 տարին բիզնեսի համար բավականին ժամանակահատված է եւ ձևավորվել է կիրթ, գրագետ, բանիմաց, հոգատար թիմ, ես հիմա կարողանում եմ շատ ավելի հաճախ չլինել
գրասենյակում եւ բոլոր ոլորտներում, հա, շատ քիչ եմ արդեն ավելի գլոբալ հարցերով եմ զբաղվում։ Նախկինում չէի կարողանում բացակայել, նախկինում չէի կարողանում ընդհանրապես հանգստանալ։ Հիմա այդ խնդիրը չունեմ, որովհետեւ աշխատակիցները բավականին կայացած են, ոլորտները տիրապետում են, ամեն մարդ գիտի իր աշխատանքը եւ սիրում են Անդրիվան։ Անդրիվայում աշխատելը պետք է սիրեն, եթե չսիրեն չեն կարող աշխատել։ Մենք համոզվեցինք, որ նաև ապրել են այնտեղ նշանակում աշխատելը։ Հա, ընտանիք է, իսկապես Անդրիվան ընտանիք է։ Իմ աշխատակից, ովքեր որ գալիս են Անդրիվա աշխատելու, իրենք չեն աշխատում, շատ կարճ են աշխատում։ Փորձը դա ցույց է տվել։ Աշխատանքից դուրս շփումներն աշխատակիցների հետ։ Բավականին հաճախ ենք շփվում, մենք թիմ բիլդինգներ ենք շատ հաճախ կազմակերպում, միասին փորձում ենք ինչ-որ քաղաքից դուրս տեղերում լինել, նաև քաղաքում լինել, կապված են աշխատակիցներս ինձ հետ, իմ տանն են լինում, իրենք իմ ընտանիքի անդամներն են։ Երբ որ ինձ հարցնում են, քանի աղջիկ ունես, ես այտենց շատ քանակ եմ նշում, որտեվ եթե նկատեցիք ինձ մոտ աշխատավայրում աղջիկները գերակշռում են, տղաներին երևի դուք չեք տեսել, որտեվ տղաները ավելի շատ outsource աշխատանք են անում, չնայած ես իրանց էլ եմ համարում իմը։ Եվ ես միշտ ասում եմ, որ իմ երեխաների քանակը շատ է։ Ես իրենց բոլորին, անկախ նրանց իրենք ինձանից տարիքով մեծ են, թե փոքր են, ես համարում եմ, որ իրենք իմն են։ Մի փոքր հետ կուզեմ, որ գնանք աշխատանքային հոգսը, ծանրաբեռնվածությունը թոթափելու մի միջոց, ցերեկը ժամը 1-ին խաշ ուտելը հաճախ կարող է պատահել։ Հիշում եք ինչ մասին եմ ասում։ Հիշում եմ, նման դեպք եղել է, որովհետև ինչ ցուրտ օրեր, եթե չեմ սխալվում, ցուրտը հենց դեկտեմբեր ամիսն էր, եւ զգում եմ աղջիկները անտրամադիր են, այդ մռայլը ազդել է իրենց վրա։ Այդ օրը խնդիրներով լի օր էր, շատ ներվային, հա, ասեմ, բոլորս էինք լարված, այդ թվում նաև մեր տնօրենը։ Հասկացա, որ այս աղջիկներին պետքա ուղղակի այդ վիճակից հանել։ Տնօրենը դուրս եկավ անմիջապես սենյակից, դա ցերեկը ժամը 1-ն էր, եւ ասեց, երեխեք ջան, գնում ենք խաշ ուտելու։ Եվ գնացել ենք, չգիտեմ դա որտեղից գիտեմ։ Դուրն աշխատանքային ժամին բոլորը դուրը փակեցինք, բոլորս դուրս եկանք եւ փակցրեցինք ցուցանակ, տեղում կլինենք 1 ժամից ու չեն գրել որ ժամից սկսած 1 ժամից։ Ղեկավարի խիստ կեցվածքի տակ շատ նուրբ ու փխրուն կին է թաքնված։ Այնց հետաքրքիր է աշխատանքում եւ աշխատանքից դուրս տանը Ռիփսիմե Ստամբուլյանները ինչքանով են իրար նման ու իրարից տարբեր։ Դե բնականաբար տանը նույնը չեմ ինչ որ աշխատավայրում եմ, բայց ես իմ էությամբ եմ այդպես։ Ես խիստ եմ իմ հանդեպ առաջին հերթին։ Ես խիստ եմ իմ բալիկների հանդեպ, խիստ եմ բոլոր տեսակի հարաբերություններում, որովհետև իմ մոտ չկա միջին հարաբերություն, ասվածը գոյություն չունի։ Ես նաև խիստ եմ իմ ընկերների, իմ բարեկամների, կամ գերազանց են իմ հարաբերությունները, կամ ընդհանրապես չկան։ Ես իմ մոտ միջինի հասկացողություն, իհարկե դա այնքան էլ լավ բան չի, բայց ես ոչ աշխատանքային ոլորտում եւ ոչ հարաբերություններում, ոչ կենցաղում, ոչ մի կերպ ինձ մոտ չկա միջին, կամ կա բարձր որակ, կամ ընդհանրապես չկա։ Իդեպ դպրոցում էլ եմ այդպեսին եղել, կամ գերազանց եմ ստացել, կամ եթե հանկարծ եղել եմ մի օր, որ լավ չեմ պատասխանել, ասեմ խնդրում եմ ինձ 2 դրեք։ Ես երբևէ 3 եւ 4 չեմ ստացել, դա եղել է ինձ համար ուղղակի ամոթանք։ Ընկերների մասին կուզեի որ խոսենք, այ ովքեր են ձեր ընկերները, ովքեր կարող են լինել ձեր ընկերները։ Իմ ընկերները կարող են լինել այն մարդիկ, ովքեր ինձ սիրում են, առաջին հերթին իսկապես սիրում են, որովհետև դա միշտ չի որ կարող են մարդիկ իրար իսկապես սիրել, որովհետև կարող են ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան, այն մարդիկ, ում հետ ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին ես եմ, եւ ստիպված չլինեմ, հա, ինչ որ ձևերի մեջ լինել կամ պարտավորություններ իրականացնել, չէ, կարող են լինել այն մարդիկ, ում որ ես կարող եմ տարիներով չտեսնել, բայց տեսնելիս իրենք լինեն ինձ համար հարազատ։ Նույնը լինեմ ես իրենց համար, նույնն ինձ իմ հանդեպ հոգատար, որտեղ ինքս հոգատար մարդ եմ եւ այն ընկերները, ովքեր իմ կյանքից գնում են, այլևս վերադարձի տեղ չունեն ու իսկապես կյանքը ցույց է տվել, որ իմ կողքին մնում են միայն իսկական ընկերները։
ինձ հետ այնքան հեշտ չի, բայց ինձ հետ այնքան դժվար էլ չի, որ իմ կողքը չկարողանան մնալ։ Ձեզ հետ այնքան էլ հեշտ չի ընկերների առումով, այ ինձ հետաքրքիր է, իսկ աշխատելու, համագործակցելու առումով հեշտ է ձեզ հետ աշխատել։ Երևի դա իմ գործընկերները կասեն ավելի ճիշտ։ Շատ հեշտ է, միևնույն ժամանակ դժվար է։ Հեշտ է այն առումով, որ գիտի լսել, հասկանալ խնդիրը եւ տալ համապատասխան լուծում։ Դժվար է ինչ առումով, որ պահանջկոտ է, ինչպես ես կարծում եմ ցանկացած ղեկավար։ Շատ հեշտ է, որովհետև Ripsy-ն այն ինձ հանդիպած քիչ ցավոք, բայց ամենավորակյալ մարդկանցից է։ Դժվար, որովհետև խստապահանջ է, որովհետև ամեն ինչ սիրում է որ ժամանակին լինի, տեղին, նույն հաշվետվություններ, նույն, չգիտեմ, ամեն դետալնի, դետալնի պետք է ամեն ինչ նորմալ իր ժամանակին լինի։ Դժվար, եթե կարելի է դա ասել դժվար, դժվարություն զուտ այդ մասով է դժվարություն, բայց եթե նորմալ աշխատում ես, դժվարություն ինքը չի, ճիշտ աշխատելա ոչ է դա։ Իհարկե հեշտ է աշխատել ես հանրինս Ripsy Ստամբուլյանի հետ ճիշտ աշխատանքի շնորհիվ ձևավորվել է առողջ համագործակցություն։ Իր գործի հաջողությունը շատ առումներով պայմանավորված են իր անձնական հատկանիշներով։ Բոլոր խնդիրները գրեթե ինչ որ եղել են, թե մեծ, թե փոքր լուծվել են մաքսիմալ արագ եւ անվնաս։ Անգամ այս մեր պանդեմիայի օրերին նորից ստարտ տվեց, նորից իր շնորհիվ բացվեց թռիչքները, նորից կարողացանք մեր մեջ հույս գտնել, նորից ժողովրդի մեջ հույս տարածել, որ կարող ենք թռնել, կարող ենք հանգստանալ այս ամեն ինչը հաղթահարելով։ Մի կողմից տեսնում եմ այսպես ինչպես ընդունված է ասել ժիլեզնայ լեդի, հա, այսպես պողպատե բնավորության գծերով, ելի եմ ասում համառ եւ անզիջում գործնական կյանքում, բայց միևնույն ժամանակ իր մեջ կա կնոջ բնականաբար հատուկ թուլություն, մեղմություն, քնքշություն, որը երբեմն շատ խորքային շերտերում, շատ թաքնված։ Ոչ միայն հեշտ, հաճելի։ Կարող է բարկանալ անպատասխանատու վերաբերմունքից, կարող է բարկանալ վատ սպասարկում, հա, եթե տեսնում է վատ սպասարկում հաճախորդի նկատմամբ։ Ես միշտ բաց եմ համագործակցության, նաև ընկերության առումով, բայց ես սիրում եմ, որ ամեն ինչ լինում է կարգի, կանոնի, չափի մեջ, դա ինձ համար շատ կարևոր պայման է, ես ինչպես դες ասեցի, ես առաջին հերթին խիստ եմ ինքս իմ հանդեպ, հետևաբար ես նաև խիստ եմ բոլոր տեսակի հարաբերություններին եւ համագործակցության հարաբերություններին եւ կարող են գործընկերները, հա, նույն տուր ոլորտով, ովքեր գրեթե բոլոր տուրիստականները համագործակցում են մեզ հետ, Հայաստանում, Արցախում, Վրաստանից շատ գործընկերներ ունենք, որ համագործակցում են մեզ հետ, ավիացիոն բիզնեսի տեսակետից, իրենք եւս կփաստեն, որ այդքան էլ հեշտ չի Անդրիվայի հետ աշխատել, բայց Անդրիվայի հետ ապահով է, Անդրիվայի հետ իրենք վստահ են, Անդրիվայի հետ իրենք չունեն որևէ խնդիր, Անդրիվան միշտ իր խոսքի տերն է, եթե խոստանում է մի բան, եթե ասում է մի խոսք, ուրեմն այդ խոսքը պարտադիր իրականություն է դառնում։ Ես ճիշտ հասկացա, Անդրիվայից դուրս Ripsy Ստամբուլյան չունենք, այսինքն Ripsy Ստամբուլյանը ասոցացվում է Անդրիվայով։ Գիտեք, մի հանդիպման ժամանակ մոտեցավ ինձ մի պաշտոնյա, ասեց՝ «Բարև ձեզ տիկին Անդրիվա»։ Այնպես որ ինձ թվում է դրանով կարող ենք ասել, որ ամեն ինչ ասված է։ Չէ, իհարկե Անդրիվայից դուրս գոյություն ունի, բայց շատ են ասոցացնում։ Ես ասում եմ, Անդրիվան իմ բալիկներից մեկն է։ Ես Անդրիվային իսկապես բիզնեսը կարող է դառնալ, ստանալ հաջողություն, եթե դու վերաբերում ես նրան ինչպես քո մի մասնիկին։ Եթե դու չես վերաբերվում իրեն որպես ուղղակի աշխատանք եւ ուղղակի շահույթ ստանալու միջոց։ Անդրիվան իմիջիայլոց ես ձեզ ասեմ, երբևէ շահույթ հետապնդող կազմակերպություն չի եղել, դա կարող են շատերը փաստեն։ Ինձ համար ինքը մի միջոց է, որով կարող են ավելի շատ մարդիկ ընդգրկվեն այս ամենի մեջ, ինչը որ ես անում եմ։ Ես երջանկություն եմ ստանում յուրաքանչյուր աշխատատեղի ավելացմամբ եւ շատ ծանր եմ տանում յուրաքանչյուր աշխատատեղի նվազմամբ։ Ինձ համար մի աշխատատեղ ստեղծել է, ինձ համար եւս մեկ մարդ ընդգրկել է, եւս մեկ գործընկեր, այն ամենի մեջ, ինչը որ ես եմ անում, ավելի շատ հատվածներ ընդգրկել է, դա ուղղակի ես ապրում եմ դրանով։ Կարող ենք ասել, որ հաջողության հասնելու ձեր բաղադրատոմսն եք դուք հիմա ասում։ Այո։ Եթե բիզնեսի մեջ գործարարը չի տեսնում միայն շահ, ինքը հաջողում է։
Իդեպ կապ չունի ինչ գործունեություն են իրականացնում, կապ չունի ինչ իշխանությունների օրոք են բիզնեսը ստեղծում եւ ինչ իշխանությունների օրոք են շարունակում։ Բիզնեսը քաղաքականացված չի։ Երբեմն շատ հաճախ լսում եմ նման բաներ, իհարկե շատ կարեւոր է, երբ որ պետությունը ավելի ստաբիլ վիճակում է գտնվում, երբ որ դու ավելի վստահ ես քո ղեկավարության մեջ, բայց շատ հաճախ մեր երկրում կա նման գաղափար, որ հաջողությունների հնարավոր չէ ուղղակի միայնակ հասնել, որ ուղղակի աշխատելով ոչ հնարավոր է, շատ ջանքերի շնորհիվ ցանկացած իշխանության ժամանակ հնարավոր է աշխատել, վճարել հարկեր եւ երջանիկ ապրել։ Տիկին Ստամբուլյան, հաջողությամբ այսօր մի առաքելություն եք իրականացնում, որը կարող ենք ասել, որ ծանրագույն աշխատանքներից է Հայաստանում, որով հիմնականում տղամարդիկ են ի վիճակի լինում զբաղվել։ Ավիաընկերությամբ կին գործարար թերևս միայն դուք եք։ Ինչ եք կարծում, տղամարդկանց հետ միևնույն ճանապարհն անցնելը որպես կին ավելի օգնում է, թե ավելի դժվարացնում աշխատանքը։ Իրականում այո, շատ դժվար է ավիացիոն բիզնեսով զբաղվելը, հատկապես մի երկրում, որը քիչ բնակչություն ունի եւ որով այնքան էլ հետաքրքրված չեն ավիաընկերությունները, շատ բարդ է, շատ բարդ ուղի եմ անցել, բնականաբար տղամարդկանց այդքան էլ հեշտ չի եղել, ես կարծում եմ ինձ ընդունելը եւ բայց ընդունել են արդեն, ես արդեն իրենցից մեկն եմ։ Իհարկե ես փորձում եմ լինել ավելի զիջող, չնայած միգուցե իրենք այդպես չեն կարծում, բայց ես ամեն դեպքում միշտ փորձում եմ լինել զիջող եւ ինձ թվում է, որ հարգում են իրենք իմ աշխատանքը, որքան էլ որ տարօրինակ լինի իրենց համար, որքան էլ որ ցանկալի չլինի, կա արդեն փաստ, ես կամ եւ այսքանով ամեն ինչ ասված է։ Ինչ եք կարծում, ինչ թերություն ունեք բնավորության կամ աշխատանքային ինչ գիծ բաց։ Միգուցե խստությունս է։ Այս պահին իրոք չեմ կարող առանձնացնել ինչ-որ բացական գիծ։ Մտուզականությունը բացականներ թե դրականներ։ Բացական մի շատ ընդգծված գիծ ունի, որ երբևէ չի զբաղվում իր առողջությամբ եւ իր չի լսում իր ներքին ձայնը։ Չունի, պրիպսիմեն, չեմ կարող ասեմ հիմա, որտեվ ոչ թե որպես եղբայր կամ որպես աշխատող, աշխատակից եմ խոսում, այլ չկա իրոք։ Բացասական գիծ երևի շատ համբերատար է։ Կարող է չհավատակ, բացասական ոչինչ չեմ կարող ասել։ Բացականը եւ դրական իրար լրացնում են, դառնում է ամբողջություն։ Չափից ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու կարողություն, որը եւ գիտեք ինչ, գուցե դա թերություն չէ, գուցե դա բիզնես ոլորտի յուրաքանչյուր մարդու կարևոր պայմանն է, բայց ունի նաեւ կանգ չառնելու հատկություն։ Թերություններից մեկը ամեն ինչում իդեալիզմ տեսնելն է, դա մեծ թերություն է։ Ես փորձում եմ ամեն ինչ իդեալական անել եւ նույնը պահանջում եմ աշխատակիցներից, նույնը պահանջում եմ գործընկերներից, ինչը մեր իրականության մեջ իրականում, երբ որ արդեն ես մնում եմ մենակ ինքս ինձ հետ, հասկանում եմ, որ չափից շատ է, ամեն ինչ իդեալական ուղղակի հնարավոր չի որ լինի։ Պետք է լինեն նաեւ բացեր, պետք է լինեն նաեւ թերություններ աշխատանքային process-ի ժամանակ, որոնք որ պետք է նաեւ վերացնել։ Այսպես ուղղակի այն իդեալիզմը, որին ես եմ ձգտում, շատ բարդ է։ Ես իդեալիզմ եմ ձգտում գործի մեջ գույների առումով, բրենդինգի առումով, մարքեթինգի առումով, սպասարկման առումով։ Ես անտանելի կարող եմ ծանր տանել եւ բարկանալ, երբ որ մի հաճախորդ օրինակ պատասխան չունի 1 ժամ կամ 2 ժամ, ինչը նորմալ չի։ Ինչը իսկապես աշխատակից կարող է ուղղակի չհասցնել, որովհետև բավականին ծանրաբեռնված են աշխատում, բայց միևնույն է ես պահանջում եմ, որ բոլոր հաճախորդների հետ լինեն նույն կերպ։ Կապ չունի դա ֆիզիկական անձ է, իրավաբանական անձ է, խոշոր ընկերություն է, թե շատ փոքր ընկերություն է, որը կարող է տարվա մեջ մեկ անգամ մեզ հետ համագործակցել։ Միևնույնն է սիրում եմ, որ լինի հավասարություն, հավասար պայմաններ բոլորի համար։ 2020-ը ծանրագույն տարիներից եղավ Հայաստանի համար, բայց 2021-ին մեր ակնկալիքները ու սպասելիքները ավելին պիտի լինեն։ Այս առումով Ռիփսիմե Ստամբուլյանը ինչ է ակնկալում, ինչ սպասելիքներ ունի 2021-ից եւ անռիվան։ Առաջին հերթին խաղաղություն եմ ուզում երկրիս համար, ամենակարևոր բանը խաղաղությունն է, քաղաքական ստաբիլություն եմ ուզում, շատ եմ ուզում, դա բիզնեսին ամենամեծ վնաս հասցնող հանգամանքն է, քաղաքական վերուվարները բիզնեսը իսկապես ավիրում են, իսկ մենք այսօր ունենք
տնտեսապես ուղղակի թուլացած երկիր, մենք պետք է ամեն ինչ անենք եւ ես կարծում եմ իմ նման մարդիկ ուղղակի պետք է նորից մնան Հայաստանում, փորձեն պայքարել Հայաստանի բարօրության համար։ Շատ շանսեր եմ ունեցել Հայաստանից դուրս գնալու, բայց միշտ ինձ ինչ-որ բան հետ է պահել, մտածել եմ, որ ես չեմ կարող, դա ուղղակի կհամարեմ, որ ինքս դավաճանում եմ իմ երկրին, որտեղ երևի երկրի դավաճանությունը, հայրենիքին դավաճանելը իհարկե գնացողներին ամենևին չեմ մեղադրում, որովհետև մարդիկ երևի լավ ինչ-որ բաներից չի որ գնում են, անգամ լինում ադեպքեր, որ ես ինքս սկսում եմ մտածել, միգուցե պետք է գնալ, միգուցե պետք է անել ինչ-որ մի բան, որ գոնե բալիկներս չապրեն եւ չանցնեն այն ամենի միջով, ինչը ես եմ անցել, որովհետև իսկապես բիզնեսի 10 տարիները շատ մեծ ջանքեր են ինձանից տարել։ Հայաստանում աշխատելը հեշտ չի հոգեպես, հեշտ չի, որովհետև բազում են խնդիրները, օրենքների շատ մեծ բացեր ունենք, որը բիզնեսին շատ խանգարում է։ Դատական համակարգը բիզնեսի համար նպաստավոր չէ, կարող է տևել տարիներ, բիզնեսը չի կարող առանց որևէ դատական գործերի ու դա կարա տևի տարիներ, ինչը շատ խանգարում է բիզնեսին։ Առավելություններ որևէ տեսակի չկա, դու պետք է ինքդ քեզ հիմնես, ինքդ քեզ պայքարես, ինքդ աշխատես, ինքդ ստեղծես եւ ոչինչ չակնկալես քո պետությունից։ Բայց միևնույն է, այդքանով հանդերձ մնացել ենք, աշխատել ենք եւ երևի թե պետք է մնանք։ Մարդասիրություն ունի իր մեջ, որը որ շատ կարևոր է։ Երբ մարդիկ զբաղվում են մեխանիկական գործունեությամբ, այսինքն հաշվարկներով, ինչ որ ունեն սպეციფიկ ոլորտ, չէ, իր դեպքում туриզմը օրինակ, ուղեղ անջատվում է ամբողջ աշխարհից։ Մարդիկ հնարավորինս գործարանները դառնում են անհաղորդ։ Եվ երբ որ իրենց ներկայացվում է ինչ որ երեխայի խնդիր կամ բան, շատ քիչ է հանդիպում այդ միանգամից մարդասիրության դրսևորումը։ Ղարաբաղի պատերազմի օրերին նաև բեռնափոխադրումների հետ կապված ցանկացած հարց, ինչը վերաբերում էր այդ օրերին, միանգամից լուծում ստացել առանց ինչ-որ շահ հետապնդելու։ Ես շատ եմ սիրում իր բնավորության այդ հստակ գիծը, խոսքը գործ դարձնելու, խոստումը գործողության վերածելու, եւ դա, ասեմ, մարդկանց վարակում է։ Տիկին Ստամբուլյան, կարող ենք ասել, որ բանկային աշխատանքային տարիները ձեզ համար նաև միայն մասնագիտական չեղան, նաև ճակատագրական եղան։ Բանկը իրականում շատ մեծ հետք է ունեցել իմ ամբողջ կարիերայի վրա, որովհետև հենց բանկում էր երևի իմ պունկտուալությունը, պատասխանատվությունը, նաև խստությունը, այդ առումով եկել է բանկային համակարգից։ Ես բանկային համակարգից իսկապես շնորհակալ եմ եւ նաև բանկային համակարգի որոշակի անարդար իմ հանդեպ վերաբերմունքից էր, որ ես ստեղծեցի իմ բիզնեսը, դա նաև բանկը շատ առումներով է նպաստել, ինչպես նաև այո, ամուսնության հարցում այդ տարիներին եմ ամուսնացել, երբ որ բանկային համակարգում էի աշխատում, ամուսնուս մանկության ընկերը մեր լավագույն հաճախորդներից էր, եւ այսպես ստացվեց, որ ծանոթացանք ու մտերմություն ձևավորվեց, 1 տարի հետո ամուսնացանք։ Հաջողակ գործարար, լավագույն մայրիկ եւ կին, այս երեքը լավագույնս միաժամանակ դրսևորելն այդքան էլ հեշտ չէ։ Ինչպես է հաջողվում ձեր գաղտնիքը։ Իրականում հեշտ չէ, որովհետև հատկապես երբ որ ես սկսեցի ավիացիոն բիզնեսով զբաղվել, երբեմն երբ որ բանակցությունների եմ մեկնում, ավիացիայի մեր գլխավոր գրասենյակում, ավիակամպանիայի գլխավոր գրասենյակում շատ հաճախ եմ ասում, այս 3 տարիները դուք իմ կյանքից 10 տարի եք տարել, որովհետև իսկապես իմ ծավալած գործունեության ամենաբարդ բաժինը դա ավիաընկերության բաժինն է, որովհետև իսկապես դժվար է։ Համատեղելը նույնպես դժվար է, որովհետև գործողումներս բավականին շատ են լինում եւ ես երբեմն ստիպված եմ լինում այնպես կազմակերպել իմ գործողումները, որ երկար չբացակայեմ։ Ես չեմ դիմանում ուղղակի կարոտին, հա, ես անգամ Միացյալ Նահանգներ գործողման եմ գնացել 3 օր։ 3 օրում հասցրել եմ լինել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, հանդիպումներ ունենալ բավականին մեծ քանակությամբ մարդկանց հետ եւ վերադառնալ։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ բացակայությունը ոչ մի ձևով ընտանիքիս վրա ազդեցություն չունենա, իհարկե ունենում է։
Սկզբում շատ ծանր էին տանում հատկապես բալիկներս, որովհետև փոքր էին եւ ես ստիպված էի անընդհատ ճամփորդել, նույնիսկ ունենում եմ ուղևորություններ, որ առավոտյան մեկնում եմ եւ երեկոյան վերադառնում եմ, ինչը ինձ իսկապես ֆիզիկապես հյուծում է, հոգնում եմ, բայց միևնույնն է, փորձում եմ անել այնպես, որ չտուժի ոչինչ։ Ընտանիքի մեջ շատ հոգատար, շատ հարազատ։ Այդ ավանդական մասը անպայման պահվում է, չնայած բոլորիս բազմազբաղ եւ ուղղակի sense խենթանալի առօրյայի։ Ես դա շատ եմ գնահատում եւ շատ կուզենայի, որ հայ ընտանիքները ձուլվելով աշխարհի անցուդարձին չկորցնեին իրենց դեմքը, որը բնորոշ է միայն հայ ընտանիքի։ Մայր լինելը ինչ իմ ամենակարևոր, այսպես ասեմ, գործունեությունն է։ Այս կյանքում ամենակարևոր պատգամը այս կյանքում հենց մայրությունն է։ Առաջին հերթին ես մայր եմ, նոր հետո կին, գործարար կին եւ հաջողակ գործարար կին։ Ես իրան շատ եմ սիրում, որտեղ ինքը իմ լավ մաման է, որտեղ ինքը բարի է, լավն է ու մենք իրան սիրում ենք։ Հաղորդման գործընկեր Duo Beauty Studio։